մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ որ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը ոչ թե Ծառան դիրատիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտ, էլի քուրեր եղբայրներ, բարեկամներ, հարազատներ, շնորհակալ ենք, որ միացել եք մեզ եւ մենք այսօր շարունակում ենք մեր Arm Gospel Radio-ի հերթական եթերը սովորական դարձած, բայց ոչ հասարակ։ Եվ այսօրվա մեր հյուրն է մեր Սերգեյ Մկրտչյան եղբայրը, նա քրիստոնեական առաքելություն եկեղեցու հովի օգնականն է, արդեն առիթներ ունեցել ենք մի քանի անգամ միասին այստեղից եթեր ունենալու եւ օրհնվել ենք եղբայր խոսքից եւ այսօր էլ նա եկել է այստեղ մեզ հետ։ Շնորհակալ ենք Սերգեյ եղբայր, որ եկար եւ բարի համար։ Շնորհակալ եմ Աբրահամ եղբայր ջան, այս հրաշալի հնարավորության համար Աստված շատ օրհնի, ուրախ եմ այս առավոտի համար, որ միասին Աստծո հետ ենք սկսում, որովհետև երբ որ առավոտ կանուխ հայացքը դարձնում ես դեպի Աստված, այդ օրը կյանքով էլի։ Առանց իրա դատարկ է, երբ որ առավոտը սկսում ենք իրա հետ, ու թող որ լինի հնարավորություն, որ ամեն առավոտ իրա հետ սկսենք, եւ որ մեր կենտրոնացումը լինի առավոտ արթնանալուց բարի լույս Հայր։ Ինչ ենք անելու այսօր։ Աղոթքով, չէ՞, հա։ Ճիշտ է։ Ինչ ենք անելու այսօր Հայր։ Ինչ ունես այսօր ծրագրած, որ ես այսօր պետք է անեմ։ Ուզում եմ քո ծրագրի մեջ քեզ հետ քայլել, քո սրտի ուզածը անեմ այսօր։ Այսօր միտքս է, որ կենտրոնացած եմ քեզ վրա, քո հանձնարարականի վրա, քեզ հետ քայլելու, քեզ հետ շարժվել եմ ուզում։ Այսօրվա թեմայի մասին մի փոքր նախաբան արի կազմակերպենք, շատ կարևոր ուրեմն վերնագիր ունի ուշադրության կարևորությունը։ Եվ որքան ես նկատեցի, որքան հիշեցի Աստծո խոսքի մեջ, թե որքան շեշտված է դրա մասին, ուշադիր եղիր, զգոն եղիր, արթուն եւ զարթուն բառն է շատ հետաքրքիր է, կենտրոնացիր, մտիկ դուր, դա էլ ունի նաև այդ իմաստը։ Նայի այդ ուղղությամբ։ Հա, նայիր, մտիկ, ոչ թե նայիր, այլ նաև մտածիր, մտիկը այդ իմաստ ունի նաև այդ իր մեջ։ Ընդհանուր առմամբ ինչի մասին է լինելու խոսքը, դե հուշում է մեզ վերնագիրը, բայց մի փոքրիկ նախաբան դրա մասին։ Այսպես եմ նկատել, որ այս մեր ժամանակներում, որ մենք ապրում ենք, ամեն բան ուզում է մարդու ուշադրությունը թալանի, որտեղ ուշադրությունով, այո, շեղի ուշադրությունը, երբ որ տարավ մի բան, քեզանից քո հայացքը ուղղես դեպի իրեն, ուրեմն դու իրենն էլ կլինես։ Այսինքն, երբ որ այդ ուշադրությունը շատ կարևոր բան է մարդու ներսում, որտեղ ինչի որ ուշադիր եղար, այդ ուղղությամբ էլ գնում ես։ Եվ այսօր ամենքից ձեռքին հնարավորությունը կա, որ ինտերնետին կպած ենք սենց կոպիտ արդեն հեռախոսի միջոցով եւ շատ առաջարկ կա եւ այդ ամբողջ առաջարկները մի բան անում ուշադրությունը դեպի շեղող հանգամանքներ, հա, եթե կարողացա ուշադրությունը գրավել, ուրեմն կարող է իր ունեցածը վաճառել քեզ վրա։ Այսինքն ուշադրությունը շատ կարևոր մի բան է մեր ներսում, որի վրա աշխատում է աշխարհը։ Այդ գաղ այսպեսի բան ունենք, չէ, խոսք ունենք հոգևոր տերմին գայթելը ինչ է, եթե ոչ ուշադրությունից շեղվել, գայթակղվեցի։ Երբեմն արի մի փոքրիկ խոստովանություններ էլ անենք, երբեմն այդ մենք ուշադրությունից շեղվելու եւ գայթելու պատճառով փորձում ենք արդանանալ երբեմն, ասում ենք սատանան արեց։ Միշտ այդ պատասխանատվությունը, հա, ինչ-որ մեկի վրա գցելու բանկա, չէ։ Մեղավոր ենք փնտրում, որ մեկին բայց ուր է քո ուշադրությունը, չէ, կարող ենք այստեղ նաև այս խոսքը ասել, ուր է քո ուշադրությունը։ Սատանան արեց,
բայց ինքը առաջարկել էր, հա, բայց չուտեի։ ինքը ստեղծեց այդ հանգամանքը, բայց դու կերար, խնդիրը մենք սիրում ենք իրականության մեջ խորը մտածենք, իրոք ինքնաարդարացման այս ճանապարհն ենք դառնում երբեմն։ Շատ լավ, շատ հետաքրքիր անցնելու զրույցը, ես արդեն զգում եմ դա, դու պատրաստված ես եկել եւ Տերը թողորնի իր խոսքը քո միջոցով այսօր եղբայրս եւ միջը մյուսները հավաքվեն, մի երգ կլսենք, Մեսելի արտավաստ եղբոր կատարմամբ փրկության բաժակս կվերցնեմ։ Սա էլ այս երկրը ինչ որ ձև կապ ունի այսօրվա թեմայի հետ։ Եկեք ըմբոշխնենք, հետո նորից կմիանանք։ Աչքերը ինձ տեսա, քո հայացքը ինձ գտա, քո սուրբ ձեռքդ վեր հանեց ընկածի, արցունքներս մաքրեցի, վերքերիս դարմանդրի, արյունովդ ինձ ավեց սրբեցի, քո աչքերը ինձ տեսա, քո հայացքը ինձ գտա, քո սուրբ ձեռքդ վեր հանեց ընկածի, արցունքներս մաքրեցի, վերքերիս դարմանդրի, արյունովդ ինձ ավեց սրբեցի, հերեկության բաժակս կվերցնեմ, Օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ, Սուրբ տաճարիդ մեջ քեզ օրհնություն կերքեմ, ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ, հերեկության բաժակս կվերցնեմ, Օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ, Սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերքեմ, ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ, հանդերձներս փոխեցի, Պատմուջան ինձ հագցրի, իմ գլուխը նոր յուղով օծեցի, նոր անվամբ ինձ կանչեցի, ժառանգորդդ կոչեցի, Սուրբ հոգովդ ինձ նորևար դարձրեցի, հանդերձներս փոխեցի, Պատմուջան ինձ հագցրի, իմ գլուխը նոր յուղով օծեցի, նոր անվամբ ինձ կանչեցի, ժառանգորդդ կոչեցի, Սուրբ հոգովդ ինձ նորևար դարձրեցի, հերեկության բաժակս կվերցնեմ, Օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ, Սուրբ տաճարիդ մեջ քեզ օրհնություն կերքեմ, ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ, հերեկության բաժակս կվերցնեմ, Օրհնության սիրո խոսքեր կբարձրացնեմ, Սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերքեմ, ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ, ողջ հոգով և ողջ սրտով քեզ կօրհնեմ,
Այո, Երանի այն մարդուն, ով որ իր կյանքի ամեն մի վարկյանը, օրվա ամեն մի պահը նա հիշում է Տիրոջ հրաշքները եւ այս խոսքն է ասում, ինչպես Դավիթ ասեց, այս երգը վերցրեց իր Սաղմոսից, Դավթի Սաղմոսից եւ ասում է փրկությանս բաժակը կվերցնեմ, նա է ապահովում մեր փրկությունը, փառք Տիրոջը, եւ սա շատ կարեւոր է։ Այստեղ կարող ենք ասել այս պարագայում մենք կարիք ունենք միշտ ուշադրության եւ Տիրոջ նկատենք Տիրոջ հրաշքները մեր կյանքում եւ կենտրոնանանք Տիրոջ վրա։ Սերգեյ, շնորհակալ ենք կրկին անգամ որ միացար մեզ եւ սիրով լսում ենք քեզ։ Այս ինչի մասին որ սրտում ասկակիսվելու ոնց ձևավորվեց եկեղեցում 9-րդ տարեդարձներ այդ ժամանակ մի հարց հնչեց, որտեղից էր, որ այս ամենը կարծես ներսումս նորից թարմացավ, բարձրացավ։ Հովի Վարդանը, երբ որ հարցրեց, ինչ կուզես մյուս տարի վկայել ես։ Մեկ տարվա մեջ ինչ է տեղի ունեցել, այսինքն մեկ տարվա կտրվածքով հիմակվանից մինչև մյուս տարի այս ժամանակը ինչ կուզես պատմել այդ մեկ տարվա համար։ Այդ հարցը կարծես շարժեր ներսես ու ինքը զուգահեռ տարավ պատասխանատվության, որը որ պատասխանը ինձ համար պատասխանատվություն էր բերելու ու սկսեցի խորհել դրա շուրջ ինչ կուզեի, իհարկե պատասխանեցի ինչ կուզեի, մի քիչ հետո կասեմ, բայց ինչ ներսս առաջացրեց, ինչ բարձրացրեց եւ պատասխանատվությունը եւ կարծես մի բան ձևավորվեր, որ ես հաշվետու եմ, օրինակ մեկ տարվա կտրվածքով ինչ որ լինի, պետքա տարվա վերջ հիմա հաշվետվություն տամ, ինչ եմ տալուս հաշվետվություն ու շատ հետաքրքիր էր, ինքը ոնց որ նորից կենտրոնացներ իմ տեսողությունը, իմ ուշադրությունը, որովհետև այսօր ամեն ջանքարվում է, Աբրամ աղբեր, որ մարդու ուշադրությունը շեղի, որտեղ մարդուն կարող ես տիրել, երբ որ իր ուշադրությունը գրավես։ Ամեն այսօր ինչ-որ մի բան թեկոզ արտադրող ինչ է անում, գովազդով կամ տարբեր միջոցներով, փորձում է քո ուշադրությանը ներկայացնել, երբ որ սկսում ես ուշադրություն դարձնել, բնականաբար քիչ-քիչ հետաքրքրվում ես ու գնում ես դրա խորքերը ու քիչ մնում որ ուզում ես ձեռք բերես դա։ Եվ այդպես կարող են մարդուն դարձնել իրենց հաճախորդը։ Այսինքն այսօր ռեկլամացիան շատ մեծ դեր է խաղում։ Աշխարհիկ իմաստով էսպես ասած, հա։ Հենց հիմա մեծ գումարներ են ծախսում դրա համար։ Այսինքն հասկացել են մարդիկ, որ մարդու ուշադրությունը եթե գրավես, կտիրես իրեն։ Հիմա դրա համար կարևոր է մարդը իր ուշադրությունը կարողանա կառավարել։ Սա թագավորի բնավորություն է, թագավորի էություն է, որ ասում ես ձեզ կանչեցի թագավորներ եւ քահանաներ արեցի, այսինքն թագավորել նշանակում է նախ թագավորել քո էության, քո ամեն զգացողությունների, ուշադրության քեզ վրա հələ առաջինը քեզ տրվածի վրա թագավորից, որ չկորցնես, թագավորը չի կորցնում, տրվել է իրեն, որ չկորցնի։ Հիմա մեզ էլ տրված է ուշադրություն, որով մեր անձի էությունն է, եթե ուշադրությունը գրավեցին, քեզ կտիրեն։ Կներես մի փոքր դիտարկում այս կոնտեքստի մեջ, որ շատ կարևոր բան ես ասում, ոչինչ որ սան զրուցում։ Գիտես, իրականում կենցաղային հարցերի մեջ ենք մենք շատ անգամ, հոգևորի մասին չխոսանք, կենցաղային հարցերի մեջ մենք երբեմն իմաստությամբ, մեր դրանների իմաստությամբ ծախսելու, չտրվելու, չէ, գայթակղություններին, ռեկլամներին, ավելնոր ծախսեր, սրանք սա բովանդակում են այս ուշադրության, այսինքն դու ճիշտ իմաստությամբ ես ծախսում քո գումարը եւ դա էլ է օգնություն։ Համաձայն ես։ Համաձայն եմ, հենց ուշադրությունն է տարան։ Այո։ Ու մեկ է նկատում ես այն մարդ, գումարս աշխատած չկա։ Ու նայում ես ինչերի վրա ես ծախսել, ափսոսում ես դրա համար, հա։ Սողոմոնը մի խոսք ունի, ասում է, Աստված տալիս է մեկին հարստություն եւ նաեւ իշխանություն օգտվելու հետ։ Սա շատ կարևոր բան է։ Ադամին էլ ասաց, ինչ որ տվել եմ գնա պահի մշակի։
պահի մշակի, պահի, այսինքն մշակի, որ դի պահես, որ դա որ մշակես։ Այդ պահելը, այսինքն կենտրոնացած եղիր ինչ որ ունես։ Նույնը մենք ունենք օրինակի համար, ես այսպես եմ նայել, որ ոնց որ ես մի բան եմ ասել, որ 1 տարի ժամանակ ունեմ։ Ինձ տրված է 1 տարի, որի համար պետքա տարվա վերջ հաշվետվություն տամ, որտեղ արտահայտվել եմ ինչ-որ բան, որ կուզեմ, որ սա վկայեմ։ Եթե հիմա իմ ուշադրությունը ես չկենտրոնացնեմ իմ ասացի վրա, նպատակել չստեղ նպատակի վրա, որը երազանք ու նպատակ է իրանց։ Կարևորագույն նպատակ կա նպատակներ, բայց կա կարևոր նպատակ։ Հենց դա եմ ուզում տանեմ դեպի դրան, որ եթե չկա կետ, որին որ ձգտում ես, նպատակակետ, տեսիլ, երազանք, գլխավոր առաջնային, ուշադրությունը բոլորը կտանեն։ Իրանք կդառնան քեզ համար առաջնային։ Եթե չկա առաջնային, մեկը կա որ կճարի քեզ համար առաջնայնություն ու կառաջարկի, ու եթե ուշադրության վրա կոնտրոլ կառավարում չկա, կտանի իր ուղղությամբ։ Սա հերվից չեմ խոսում, որովհետև ես մի քանի փորձառություն ունեցա, ինքը կարճաժամկետ է, բայց դրանից դաս քաղելու բան ունեի։ Երեկոյան ժամերին մեկ էլ կարծես թե ամեն ինչ արել ենք, ամեն բան նորմալ է, եկել ենք տուն, նստած ենք ես, որդիներս, աղջիկս բան, կինս մեկ էլ կվերցնեմ հեռախոսը ու կմտնեմ մեջը։ Ու մեկ էլ վիդեո եմ նայում, տեսնում մեկ ուրիշն եմ նայում, մեկ ուրիշը, մեկ էլ նայում եմ ժամին, հանկարծ գոնե 12-ը չլինի, գնամ քնելու։ Այսինքն մի կերպ կարողանում ես ուշադրությունը չկառավարելու պատճառ գոնե 12-ին դուրս գամ գնամ քնել։ Մի ժամ արդեն մեջն ես կորցրել ես, մի ժամ, բայց ստեղ այդ 1 ժամ կորցնելը չի այնքան, որ ինչքան որ ուշադրությունդ ինչքան տեղեր գնաց, ինչքան բաներ տեսար, ինչքան ծրվեց քո կենտրոնացումը։ Եվ սրա կառավարելը շատ կարևոր է։ Ինչն է, ինչի համար եմ ես ընդհանրապես։ Մեկ էլ կտեսնես այդ 1 ժամի պես 1 տարին անցավ։ Ու այդ 1 ժամի պես, այդ 1 տարվա պես մի ամբողջ կյանքն անցավ։ Հիմա գալիս է հաշվետվության ժամանակը, կյանքիդ վերջում, ինչպես որ քանքարների առակում Տերը ասում է, որ բաժանես ծառաներին հերո քաղաք իրենց կարողության չափով, ամեն իր կարողության չափով, մեկին 3, մեկին 2, մեկին 5 եւ հերո քաղաք գնաց։ Անցավ ժամանակ, հա, գործի էր դրել մարդը։ Վերադարձավ եւ ինչի հանդիպեց։ Մեկը որ ուշադիր էր եղել, մեկը վախեցել էր, մեկը մյուս դեր արել, բայց երբ որ կենտրոնանում ես հանձնարարականի վրա, երբ որ կենտրոնանում ես քեզ տրվածի վրա, ինչ ունես, վստահվածի վրա, սկսում ես այդ ուղղությամբ աշխատել։ Ինձ տրվածը 5-ը ես սա պիտի 10 սարքեմ։ Գալու է մի օր հարցնի։ Շատ ժամանակ մեզ թվում է դա հերու մի տեղ է, որ պետք է գա եւ կհասցնեմ դեռ։ Կհասցնեմ, գոնե 2-ը 3 էլ որ սարքեմ, տերը գոհ կլինի։ Սս մի հատ խապկանք է գալիս, բայց Աբրահամ եղբայր, այսօր արի ուշադիր նայենք։ Կա մարդ, չէ որ վերջացրեց իր ժամանակը։ Չարտնացավ այսօր։ Այսինքն իր հաշվետվության ժամանակը այսօր էր։ Ով գիտի, որ երբ է իր հաշվետվության ժամանակը։ Չգիտես, հիմա ես որ նայեմ, ասեմ, 1 տարվա համար բան եմ ուզացել, որ լինի ու դրա մասին վկայեմ ու թողեմ բոլորը վերջին նոյեմբեր ամսվա մեջ չի լինի։ Բա որ հոկտեմբերին հաշվետվություն ուզողը գա։ Պահանջվի։ Հա, այսինքն ամեն օր ապրեմ արթուն զարթուն եւ կենտրոնացած, որ չթալանվեմ ու գնամ այն գործի մեջ, ինչի մեջ Աստված կանչել։ Այ թույլտուն նաև այստեղ հիշենք, չգիտեմ, եթե պատրաստել ես այդ համարը, թե չէ, առաջ եմ ընկնում, երբեմն զրույցների մեջ առաջ եմ ընկնում, երբ ասում եմ հանգիստ, մենք դրանք կհաստենք։ Այստեղ Պողոս Առաքյալը մի հրաշք խոսք ունի, ասում է. Եղեք իմաստուն եւ գնեցեք ժամանակը, որտեղ որերը չար են։ Այո։ Եվ հասկացեք Աստծո կամքի մոտիվացնող բանը, չէ՞ ինքը ժամանակը ծախուար, հա, այս սա էլ է մտնում սրա մեջ հաշվետվության։ Այո, եթե դու ժամանակը հասկանում ես ինչա, ուզում ես գործածես իրան թանկ բանի համար։ Ոնց որ լիմիտ ունես, էլի, վերջը կոնկրետ լիմիտ կա, որի մասին չգիտես, չես իմանում ինչքան է, բայց վերջը չափ կա, հարեգակի տակ չափ կա, որը պետք է գործածես երկնքի արքայության համար։ Եթե որդի ես, անցնեմ մի քիչ ավելի
Հոգևոր ռեսկի ոլորտը թե ոնց գործածեմ ինձ տրված այդ թանկ վայրը որդիներին բնորոշ բնույթ կարելի է այո որդու համապատասխան Սաղմոսում երկրորդ Սաղմոսում 7-րդ խոսքում ասում է ես քեզ ծնեցի տեսնում ենք որ Հիսուսի մասին է մարգարեությունը ես քեզ ծնեցի իմ որդին ես եւ հետո տեսնում ենք որ ես եթե մեկն ասում է ես Աստծո որդի եմ եւ ծնված եմ Աստվածանից ապա 8-րդ խոսքում մի բան է ասում որ ինձ ամեն անգամ այս խոսքը շարժում է ու ասում է խնդրիր ինձանից եւ ես քեզ հեթանոսներին ժառանգություն կտամ Այս խոսքի վրա ուզում եմ կենտրոնանանք Ավրամ աղբեր այսինքն ինչ է տրված ինձ ժամանակ է տրված ծնված եմ Աստվածանից նրա որդին եմ ամեն ուրեմն ասում եմ մի բան արա ինձանից խնդրի ես քեզ հեթանոսներին ժառանգություն կտամ ու մենակ ժառանգության մասին չի ասում շարունակության մեջ ասում է եւ երկրի ծայրերը քեզ ստացված կտամ բայց շատ ժամանակ երբ որ ուշադրությունը վերևից կախվում է ես ստացվածքն եմ ուզում բայց ստացվածքը ոնց է դրեղացը բան չէ դի կտամ բայց ինձանից ասма ինձ խնդրի այստեղ մի հատ հարց կա կներես ինձ խնդրի այսինքն այստեղ հարցը ինձնից խնդրի ոչ թե ինձնից խնդրի այլ ինձ խնդրի ինձը հենց իմ էությունն է ինձ խնդրի շատ կարևոր բան է սա այսինքն ինձ ինչ է նշանակում ինձ խնդրի ես իմ միտքն է փրկել հոգիները իմ միտքն է մեկ հոգի փրկվի այսինքն մտի իմ ծրագրի մեջ հա իմ ինտեգրվի իմ այո ճանապարհային քարտեզի մեջ հա կարելի է այո ինչ եմ ծրագրել երկրի վրա անել իմ նպատակը որն է մեկացի իմ նպատակի հետ այ շատ կարևոր բան է մեկացի այսինքն որտեղ աշխարհը ասենց այդ կենտրոնացումը տանը որ իր հետ մեկացնի բայց երբ որ դու կենտրոնում ես արարիչի վրա Աստծո վրա հորդ վրա այսինքն շեշտը քո վրա չես դնում այո ստեղի աչքի ցանկությունը այնքան ուժեղ բան է այնքան զենք է մարդու դեմ այսօր ամեն կերպ մարդուն հրավիրում է ցանկությունը ոնց որ քաշում է դեպի այն բայց երբ որ աչքիդ առաջ դնում ես որպես ճակատանոց Աստծո խոսքը ինչ նպատակ ունի իմ հայրս ասում եմ ծնեցի քեզ հիմա ես հարց եմ տալի եթե ծնվել եմ ինձ եմ հարցնում եթե ծնվել եմ Աստվածանից որդին եմ նրա ապա ասում եմ ուրեմն խնդրիր ինձ խնդրիր ես քեզ մի բան կտամ հեթանոսներին ժառանգություն կտամ քեզ միթե մարդու փափագը չի ժառանգություն ունենալը ամբողջ Աստվածաշնչում նայում ենք ամենքի ցանկությունն ամենքի փափագը ժառանգություն ունենալն է մի բան քերելն է հա այս կարելի ասել դա աշխարհի մարդուն այո բայց նայում եմ Աննային ինչ էր անում մի բան էր խնդրում Տեր ինձ ժառանգություն տուր մի տղա տուր կտամ քո ծառայ բայց ինձ տուր ժառանգություն շարունակող հա շարունակող ինձանից շարունակող որ այն ինչ որ իմ ներսը դրել ես դա ինձանով չվերջանա շարունակող լինի որ դա կտանի ինձանից հետո այսինքն չգա միտեղ ու վերջանա այլ ինձանից հետո ժառանգություն ես թողում պետք ես թողում այդ ձևով քո գործը կշարունակի Տեր Հիսուսը երկրի վրա աշակերտներին բարձրացրեց որ շարունակում են իր գործը հիմա եթե ես ուրիշին եմ նայում ինչ եմ տեսնում գնաց բրծավ իր կյանքը բայց նայում ենք Տեր Հիսուսին մեր առաջնորդին ինչ արեց գնացեք եւ արեք ինչ որ անում էի գնացեք եւ արեք ինչ որ անում էի ինչ էի անում էի մի բան ու թողնում էի մեկին որ կշարունակի աշակերտներ թողեցի որ կշարունակի հիմա ես մի բան արտահայտվեցի մտածելով այդ օրը ասացի մի բան կուզեմ վկայեմ մյուս տարի որ հավատարիմ ընտանիքներ գտնվեն Աստված տա հավատարիմ ընտանիքներ մարդիկ որ իրենց 12-ին ուզեցի իհարկե մի քիչ ճոխ ուզեցի որ իրենց եւ սիրտը կբացեն Աստծո համար եւ իրենց տան դուռը կբացեն որ 12 տուն որտեղ կսկսվի խմբակներ որ այդտեղից կտարածվի Աստծո թագավորությունը 12-ը հա բայց մեկ տարվա համար ես այն իմ պատկերացրածը որ ուզում եմ դա մեծ բան է
Աբրամ ախպեր, մեզ բանը, որ իրանք հավատարիմ կլինեն, ուղղակի տուն չէ, որ Այսինքն կբացի 12 տուն, որին կարաս ծառայես, Հա։ ծառայություն մատուցես, հոգեբարձու լինես այդ Այո, ձևով։ որոնք իրենք էլ ամենքը իրանք սիրտը բացած կլինեն ուրիշներին ընդունելու, որտեղ կարող է մարդ իր տունը տա, գնաս իր տուն, սկսես, բայց հավատարմությունը մինչև վերջ գնացողինի նկատի ունեմ, որ ճանապարհի կեսից սս գնում ու վերջել հարմար չի կամ մի բան չէ հավատարի մարդ եմ ուզում եւ սա հասկանում եմ որ այն մնայուն բանն է որովհետեւ Տերը իր աշակերտներին որ կանչեց նրանցից ամեն մեկն է գնացին դե բացի մեկից որ ընտրված էր այդ գործի համար բայց հենց այն ժողովրդին եմ ուզում իմ կողքը որ սա մեկ-մեկ կորում է մեր ուշադրությունից աշխարհը ես իմ կյանքից եմ նայում Աբրամ ախպերիտի ոնց որ մեր եկեղեցուն ստեսիլքն է որ ամենքը բարձացնի առաջնորդներ ամեն առաջնորդ բարձացնելու համար է կանչված բայց սա կորցնելը հեշտ է սա կորցնելը հեշտ է շատ առաջարկ կա աշխարհի մեջ որ կարող ես դա հանգիստ կորցնել անգամ մի ծառայության մեջ կարող ես լինել երկու ծառայության մեջ լինել բայց մեկ էլ կարծես ուշադրությունը մի փոքրացել է դու ուղղակի ծառայում ես մոռացել ես դու ինչ ունեիր անելու որտեղ ուշադրությունը մեկը գրավել ու տարել է կենտրոնացումը թալանվել է բայց երբ որ նորից ամբողջ ուժերը ամբողջ էությունը զորությունը կարողությունով գալիս ես Աստծո ծրագրի վրա ասում եմ ինձ պաշտիր ամբողջ կարողությունով էությունով զորությունով չէ սրտով ամբողջ բայց մեկ էլ տեսնում ես սրտի կեսը թալանել են ու դու չես նկատել դա Թույլ կտաս ես կորցնելու մասին մի նկատառում դիտարկում անենք ըստ ավետարանի եւ ընդհանուր առմամբ Աստվածաշնչի եւ Աստծո բնույթը հասկանալով իրականում Հիսուսը խոսում է կորուստների մասին շատ տեղեր օրինակ ասում է որն է այն բարի հովիվը որ 99-ի թողն եւ մի կորսվածի հետևից գնա նկատում ես ստեղ շեշտը ոչ թե գառնուկն է շեշտը իր ինքն է ինքը այն տեսակն է, որ կորցնող տեսակ չի։ Այսինքն ստեղ էլ է ուշադրություն պետք։ Բնույթը սա որդիական բնավորություն է, չկորցնելու բնավորություն։ Տես օրինակ լայն դռնով ներս մտնողների մասին ինչ ասում, նրանց վերջը կորուստ է։ Շատ անգամ մենք դա դժոխքի հետ ենք ասոցացնում, գուցե եւ չեմ ուզում վիճեմ, բայց կորուստ բառն ասում։ Այսինքն կորուստ եղավ իր ժամանակի կորուստ, դրամի կորուստ, վերջապես հոգեվոր արժեքների կորուստ ու ստեղ պետք է սա լուրջ, այսինքն մտածելու առիթը ինչու ես ունեցա այդ կորուստը, այսինքն կորուստի հետ մնացի այնտեղ թե չմնացի։ Հա, այս կորուստի հետ հաշտվեցի։ Մեկ 99 ունեմ, իմ այդ մեկը միատեղած չեղած։ Գնում նրա հետևից։ Նկատում ես այդ կորուստի հետ աշխարհում էլ կա այդ երևույթը։ Յուրաքանչյուր մարդ աշխարհիկ իմաստով ինքը միշտ կորուստի հետ համաձայնված է։ Ինքը ունի այդ հաշվարկը կորուստի, նկատում ես ինչ։ Հա, այսինքն գոնե 99-ը մնացել է։ Գոնե 99 ունեմ, էլի կբազմանա բան կնեն մեկը հետևից գնալ։ Բայց այդ մեկը, այսինքն որ ինչը որ քոնն է եւ արժեք ունի, դա կորելու, կորցնելու իրավունք չունես դու։ Կներես մի քիչ, բայց այդ բառը որ ասեցիր, ես ուզեցի դա մի քիչ ավելի շեշտ դնել։ Այդտեղ կորստի որ չի կորսվում, էլի։ Չպիտի կորի, չպիտի կորի։ Գնացողը։ Այո։ Այս բնույթը դա։ Միքսը Աբրահամ ախպեր, որ եթե ուշադրությունս թալանել են ու ես իմ դա էլ է կորուստ, չէ՞։ Այո։ Ուշադրություն կորուստ դրան։ Վերադառնամ թակավորելուն, վերադառնամ կառավարելուն ուշադրության դրա հետ որ ո՞նց եղավ, սենց եղավ։ Չպիտի լինի այդպես։ Հա, եղել է, լավ, հիմա ստեղ կանգնում եմ ու հետ եմ գալիս նորից կենտրոնանում եմ նրա վրա ինչի համար կանչված եմ։ Որդի ես, այսօր ինձանից ժողովուրդ ուզի։ Հեթանոս շատ բազմություն կա որ գնում է կորուստ։ Ինձանից իրանց ուզի որպես ժառանգություն։ Ինձանից իրան ժառանգություն ուզի։ Մի քանի հիմքեր ունեմ, որ երբ որ մարդու ներսում կասկածներ են գալիս, հա, բայց կլինի, չի լինի, չգիտեմ ինչ։ Երկու բան է սրտիս մեջ ձևավորվել, կկիսվեմ հեսա դրանց մասին։
մի բան որ եթե կասկածը առաջանում մի հատ խոսք ուժեղ երեկոյանս նորից վերհիշեցի այդ խոսքը սրտիս մեջ որ իմ վրա չի զորությունը ինձանից հանում եմ սա մեկը կա որ ինքը աղոթում է այն մարդու համար աղաչում է այն մարդու համար ում որ ես ու իմ եղբայրներն ու քույրերը կխոսենք կհավատա Հիսուսը 17-րդ գլխում Հովհաննեսի շատ ուժեղ բան ասում հայր ասում հիմա ոչ միայն աղաչում եմ իրենց համար աշակերտները այլ նրանց համար էլ որ կխոսեն եւ նրանք կհավատան այսինքն ում ասում եթե մի հեթանոսի մի անհավատի ես կխոսեմ ու ինքը կհավատա Հիսուսը հոր մոտ աղաչում է այս մարդու համար շատ հետաքրքիր բան ես ասում այսինքն մի փոքր եզրակացություն էլի այս խոսքի շուրջ որ շատ կարևոր միտք է սա ուզում եմ բռնեմ էսի Փաստորեն ինչ է կատարում Տերը մի ձևով սենց ասում եթե փորձենք մեր լեզվով վերլուծել ասում է եթե դու ինձ փնտրես եթե դու ինձ չկորցնես Ես քեզ հեթանոսներին ժառանգ կտամ լավ իմաստով։ Այո։ Աշխարհիկ իմաստով, որ տիրես նրան, դրա մասին չի։ Այսինքն ժառանգ ինչ, նրանք դառնում են քո ծառայության արդյունքը, այսպես ասած։ Այո, Նաև, այսինքն դու նրանց շահում ես։ Նրանք քո միջոցով դառնում են Աստծունը։ Հավիտենական։ Վերստին ծնունդ են ստանում, եթե նոր ուխտի մտքով խոսանք, հա, դու նրանց առաջնորդում ես դեպի հավիտենական կյանք։ Մնայուն հավիտենական կյանք, որը Աբրահամ աղբեր, մի հատ խոսք կա, ստեղից ինչ կարանք տանենք։ Մենք եկել ենք, մենք գնալու ենք։ Դա նաև պտղաբերության մասին է խոսում, պտուղ ես բերում։ Մենք եկել ենք երկիր, մենք գնալու ենք, բայց մի բան կա, որ կարող ենք տանել ստեղից։ Աշխարհում մի հատ խոսք կա, 4 տախտակ են տանում, բայց դա չեն տանում, եթե թիմքով նայենք։ Բայց մի բան կա, որ կարող ես տանել, դա մարդն է։ Հոգին է։ Ուրիշ մի բան չեն կարող այստեղից տանել։ Մեկ բան, որ կարող ես երկնքում դիզել, հավաքել, դա ժառանգությունն է։ Դա մարդն է։ Եթե երկրի ամեն բան անցնում է, ամեն բան, խոտնելա չորանում, ծաղիկնելա թառամում, բայց Աստծո խոսքն է մնում։ Եթե մարդու մեջ բնակվում է Աստծո խոսքը, նա կենթանի Եվ դու սերմանել ես նրա մեջ։ Սերմանող հենց ես ու դու ենք, Աբրահամ։ Ջրող հենց ես ու դու ենք, Աստված աճեցնողն է։ Շատ կարևոր բան է։ Այն գործը, որ հանձնարարված է մարդուն, երկրի վրա, որդիներին, ասում է որդես ինձանից խնդրի, ծնեցի ես քեզ, հաջորդ խոսքում ասում է ինձանից խնդրի ժառանգություն, կտամ քեզ հեթանոսներին։ Ասում է այս խոսքը մի քանի խոսքերի իմ կողմ ասում է իմաստուն մեկը չկա ինձանից խնդրի։ Աստծուց խնդրելը դա իմաստություն է։ Աստծուց ուզել մի բան դա շուստրի չասեմ, բայց ֆայմ իմաստություն մի հատ բանը նրբանկատություն իրա մեջ շատ բաներ դերառում խոնարհություն կա եւ այլն որ դու խնդրես Աստծուց ես մեկ ասում եմ եթե հենց հիմա Տերը հայտնվի քեզ ու ասի ինչ կուզես որ տամ իրոք չէ ասեմ եթե մարդը խոնարհ չի պատկերացնի համար դասի բաներ չեմ ուզում Եթե խոնարհ չի դիրքը ամեն ինչ էլ ունում այդ հպարտությունը չի տալի այդ տեսակին չի անում իմաստությունը հենց դա է որ ինչ կուզեի Աստծուց մի բան կուզի ասում որդիս ես ծնեցի քեզ հիմա ինձնից հեթանոսներին ուզի ես քեզ խնդրի հեթանոսներին դու այդ խոսքը հին ուխտից ես մեջբերում այդտեղ Տերը Իսրայելին է ուղղում այդ խոսքը որ ես քեզ ծնեցի դու իմն ես իմ որդին ես եւ նա հետաքրքիր բան կա Իսրայելը միշտ հեթանոսներին ուրիշ աշկով էր նայում նրանք մենք տարբեր ենք ես մեր նոր կտականի լույսի տակ եմ նայում այդ ամենը հիմա ամեն դա այսինքն դա իր ուժը չի կորցրել այդ իմաստով էլի բայց մեր համար է գիտես ինչ ես օրինակը բերեցի շատ դեպքերում երբ որ ես ասում ես հավատացյալ եմ աշխարհիկ մարդը երբեմն մենք ուրիշ ձև ենք սկսում մենք մի տեսակ ինչ որ մարդկային հպարտություն հա
Համատեղել երկուսը։ Դու հեսա կկորսվես, ես կփրկվեմ։ Հա, այդ է սկզբի պահն է, ես գիտես։ Հա, էլի։ Բայց Աստված այդտեղ նաև այս խոսքով Իսրայելին իր որդուն ըստ հինուղտի ինչ անում, ասում է դու նրանք են քո ժառա, այսինքն դու պատճառ ես լինելու նրանց ապաշխարության եւ դա նաև Քրիստոսի խաչի փրկության մասին է խոսում այդ մարգարեական խոսքեր, հա, եւ այսօր էլ դա մեր կյանքում պետքա կատարվի որպես որդիներ, մենք այդ խոստմունքը ժառանգությամբ, օ եղբայր, ես ինչ դու ես ինչ թեմա բացեցիր դու Որդու անելիքը Որդու անելիք, արինայինք, Հիսուսն ինչ էր անում, որդին է Աստծո, որդի, եթե ես էլ ծնվել եմ եւ որդին եմ, անելիքը սա է, ժառանգություն կտամ քեզ, եթե ինձնից խնդրես, լավ, Դեն ինչի սա պետք է, ունեցված կայ աղբեր դու մեզ սառնարանների, հակուսների մասին խոսա ուտել Իմաստունին նայենք, Աբրահամ աղբեր, Սողոմոնին երբ որ ինքը դրվեց կարգվեց թագավոր, ինքը ուրիշ մի բան չուզեց, ասեց ինձ իմաստություն տուր, որ ժողովրդին կարողանամ առաջնորդեմ, այսինքն դուրս է գալի, որ ինքը ժողովրդին է ուզում, որ չկորցնի այդ ժողովրդին, իրեն տրված ժողովրդին փառք ուզեր, հեղինակություն ուզեր, Աստծո սրտի համեմատ ուզած բանը ժողովուրդ ուզելն է սիրեց Տերը, հա, այդ աղոթքը այսինքն հիմա մեր դրանից ճանաչում ենք Աստծուն, ինչպիսին է Աստված հոր սիրտը ինչպիսին է որդիներս կորում են ժողովուրդս կորում է ես մեկի մեռնելը չեմ ուզում սա իմ էությունն է դու ինձանից իրանց փրկվել ուզի դու մնաց հասնել կտամ Սողոմոն ասեց Ստեղ Հովնանի պատմությունն էլ կարող ենք հիշել չէ Չէ ուզում այդ հա բայց դա իմ ուզածն է Եվ թշնամի ժողովուրդ է այսինքն Աստծո էությունն ենք ճանաչում փրկարար ողորմած եւ հավիտենական կյանքը ինչ է որ ճանաչենք Աստծուն ու նրա որդուն Հիսուս Քրիստոսին չէ այսինքն հավիտենական կյանքը ես ունեմ հավիտենական կյանք գոռում ենք լսի հավիտենական կյանքը Աստծուն ճանաչելն է Աստծուն ճանաչել եւ նրա որդուն Հիսուս Քրիստոսին այսինքն ճանաչել որ դու գնում ես նրան ճանաչողությանը ուզես չուզես նմանվում ես երբ որ սկսում ես իրան ուշադիր լինել ուշադրությունը կենտրոնացնում ես իր վրա ուզես չուզես իր նման ես լինում Չէ ուզես խոսքը ստեղ մեջ բերեի բայց եկավ մտքես այնտեղ որ ասում է եւ նրանք Աստծուն չփառավորեցին արժանագույն նրանց էլ մատնեց իրենց սրտի ուզած կիրքերին անարգ կիրքեր եւ նրանք ինչ եղան նրանց հետ խառնվեցին դարձան մեկ այսինքն բայց երբ որ սա հակառակն եմ ուզում ցույց տամ բայց երբ որ դու Աստծուն ճանաչելով Աստծուն փառավորում փառաբանում ու մեծարում ես Աստծո հետ ես մեկանում ուրեմն եթե համարժեք այսինքն Աստծուն ճանաչելով համապատասխան չես մեծարում իրեն գնում ես այն քո սրտի մեծարանքի հետ ես խառնվում այսինքն մեծարել նշանակում է նաև որ ամբողջ սրտով դու իրեն ես փառաբանում կյանքով քո ունեցվածքով քո կարողությունով բայց երբ որ մեկ ուրիշ բանի կիրքերի ես փառաբանում նրա հետ ումը փառաբանես նրա հետ կմեկանաս կմերձենաս անգամ sense դրա համար հիմա եթե ծնվեցի Աստվածանից Աստված ինձ ծնեց ապա հիմա ինչ եմ անում որդի ես որդու գործը սա է նայ որդուն եթե չգիտես նայ Տեր Հիսուսին ինչ էր անում ամբողջ ուժով զորությունով մարդն է իր Աստծուն հիմա Հիսուս Քրիստոսին մարդեղացած նայ ժառանգեց հետամուսներին ժառանգեց այո ամբողջական փրկության հարցով էր իր գործնեությունը մի նայր ես պահին որպես Աստված նայր ես մարդեղացած մարդ ամբողջությամբ այսինքն եթե որդի ես ինձանից ժառանգություն ուզի ինձանից հեթանոսներին ժառանգություն ուզի մնացածը կտամ դու երկրի ծայրերն է ստացված կտամ այնքան կտամ Սողոմոնը որպես օրինակ ասեց որ ես ժողովրդին որ տվել ես կառավարում եմ ուզում որ չկորցնեմ կառավարում ինչի համար որ նրանց առաջ դուրս գամ իրաց դատը ճիշտ տեսնեմ նրանց կարողանամ իմաստություն նրանք լավ ապրեն նույն այդ իմաստով իրություն անեմ չկորեն քոնն են նրանք խաղաղ ապրեն դες ինչ ուզեցիր ինձանից դրա համար 40 տարի պատերազմ չէ ինչ ուզեցիր այո խաղաղության մեջ բայց ուրեմն Աբրահամ աղբայր այս ամեն ինչից հասկանում ենք մեր հայր Աստծո սիրտը բայց եթե կարողանում եմ մի փոքր նրան ճանաչել ինչպես իր սրտի ուզածի պես չապրեմ բայց եթե ուշադրությունս հորից մեկը կարողանա տանի
նորից կկորցնեմ։ Կարևոր ուշադրությունը ես կառավարեմ իմ ուշադրությունը ոչ կորցնեմ հորս սրտի ուզածը, հորս ինչպիսի լինելը, նրա փափագը, նրա հանձնարարականը։ Մի բան է, որ հանձնարարական ես կատարում գործ այդ էսենց դժվարությամբ զզվելով գործեր կան, չէ՞։ Բայց նա որ գալիս է ճանապարհին, ստեղ դրսում կանգնած է մի քանի րոպե, ասես մի հարց տվեց ինձ, ես հայրաս ինձ թվում է ես համապատասխան չեմ սիրում քեզ։ Այս սիրով որ դու ես սիրում, որովհետև իմ արձագանքը, իմ ապրելը, իմ գործնեությունը ցույց է տալի իմ սիրելը։ Նաև, որովհետև եթե սիրում ես մեկին, Սիրո արդյունք կարող ենք ասել։ այո։ Եթե սիրում ես մեկին, ասում ենք Տեր, քեզ սիրում եմ, չէ՞ որովհետև դու հարուստ ես, որովհետև դու ինձ ամեն օր մաքրում ես, որովհետև դու ինձ կյանք ես տվել, փրկություն ես տվել, լավ այս ամենը, բա արձագանքը ինչ եմ անում, ինչպես եմ ապրում, ինչպես եմ գնում այդ քո իսկ նախընտրած ճանապարհով։ Ճանաչեցի, ուզում ես որան, բա ինչ եմ անում։ Այսինքն, նարադառնամ այն սկզբին, ինչ որ ուզում էի ասել Աբրամ ախպեր։ Կենտրոնանամ այն կանչվածության մեջ, այն որդիական գործողության մեջ, ինչ պիտի անեի։ Հիմա ես այդ արտահայտությունն արեցի, ասի կուզեմ, որ 12 տուն իրենց դռները բացեն եւ իրենց սրտերը, բայց կուզեմով չի վերջանում, պետք է դրան գնալ ուրեմն։ Կուզեմ, ուսը չեղավ։ Այսինքն սրա համար կենտրոնացում եւ ուշադրություն եւ գնալ եւ անել է պետք։ Այսինքն փնտրել է պետք։ Տեր, որոնք են այդ տները, Տեր, որոնք են այդ սրտերը, որ ես պիտի գնամ քո խոսքը տանեմ, որտեղ դու ասացիր նրանց, որ աղոթում էիր, հոր ասում էիր Տեր Հիսուս, նրանց որ կխոսեն ու նրանք էլ կհավատան, հայ, ես ուզում եմ, որ նրանք էլ ուր որ ես եմ, մեզ հետ լինեն, ինչպես որ ես քո մեջ եմ, դու իմ մեջ ես, նրանք էլ մեր մեջ լինեն, իմ մեջ, քո մեջ լինեն։ Այսինքն ուր որ ես եմ, այնտեղ լինեն։ Այսինքն աղոթողը կա։ Աղաչողը կա։ Այսինքն սա մեծ հավատք է բարձրացնում ներսդ, որ հիմա գնացել եմ մեկին ավետարանում եմ, բարի լուրն եմ տարել իրեն, ասում եմ, լսի գիտես, Հիսուսը քո մեղքերը բոլորը վերցրել է, ու ես հավատում եմ, Տեր Հիսուսն էլ Հայր Աստծո առաջ է հիմա, այս մարդկանց համար առաջում, որտեղ ասես, որ Բարեխոս։ Հա, նրանք որ հիմա կհավատան, Հայր, ես նրանց համարել եմ քո առաջ առաջում, այսինքն դա մի անցյալ չի, ներկա կատարվելիք է, որտեղ երկնքում ներկա է սա։ Այսինքն եթե մեկը հիմա լսում ու հավատում է, ինձ ինչ է քաջալերում։ Եթե հույսս դրել է ին վրա, չի ստացվում։ Տենց էլ է եղել Աբրամ ախպեր։ Հա, ես Տենց էլ է եղել, ես փորձում եմ գիտեմ թե ես պիտի անեմ։ Մենք կազմակ փորձում ենք թույլ տուն ստեղ մի փոքր բան անենք, ասելամ շատ կարևոր բան ասեցիր։ Մենք ենք անում, թե նայա լիազորում։ Որտեվ շատ դեպքերում հիմա շատերը լսեն կասեն, վայ գնամ ես էլ անեմ։ Դա այդքան էլ այդպես չի, այն իմաստով, որ սա հեղինակություն է, սա լիազորված երկնքի կողմից հեղինակություն է տրված։ Դու լիազորված ես դա անելու, եւ այն խոսքը, որ դու խոսում ես, ուժ ունի, կշիռ ունի։ Մարդիկ ոչ թե հիմա մարդկանց հեշտ չի խաբելը։ Չէ, շատ ինֆորմացված են։ Շատ շուտ, այո։ Կեղծիքը լավ հասկանում են։ Եթե սա ինձ 100 տարի առաջ կարային դերասանություն անենք, ինչ-որ ձևով մանիպուլյացիա անենք, հիմա այդքան հեշտ չի, եղբայրս մանիպուլյացիան։ Արի մի քիչ այդ մյուս կողմից են բացահայտվում, բայց եթե երկնքից է տրված լիազորություն, օրինակ փոլիսը Չէ՞։ Դու չես կարաս իր հագուստից ճարես, հագնես, հելնես, ինչ-որ կանգնացնես, բաներ, ցույց տաս, որ դու բայց հանկարծ եթե պետությունը նկատեց, որ դու լիազորված ես, դա լուրջ խնդրեմ է, դատի հարց է։ Ընկանում ես, չէ՞ ինչի մասն է խոսքը։ Ինչ որ դու ես ասում, ես մի քիչ ուզում եմ այսպես, այսինքն սա նշանակում է, որ ինչ է նշանակում դու ին որդին ես ծնեցի քեզ եւ ժառանգություն պիտի տամ, սա լիազորում է։ Սա երկնքից իշխանություն է, սա գործարք է,
Սա Աստծո ծրագրի մեջ մտնելու արդյունք է։ Սա Աստծուց տրված զորություն է։ Սա լուրջ ուսումնասիրության կարիք։ Կներես մի փոքր բան տվեցի, բայց սա մտածելու առիթ է տալիս մեզ։ Թիմոթեոսին էլ որ գրում եմ առաքյալը դեռ ասում եմ աստվածապաշտության կերպարանքը կա, բայց Աստծո զորությունը ուրացած են։ Այսինքն Տեր ասես դու գնացեք եւ այս նշանները կհետևեն ձեզ։ Եվ Լիազորեց, այո, ամեն, երբ որ ուղարկումը ինքն էլ մատակարարում է, ամեն, ինքն էլ հովանավորում է։ Այսինքն երբ որ գնում ես եւ նշաններն էլ հետևում են, տեսնում ես, շատ ժամանակ ինչ է տեղանում, մի կենտրոնացումը նորից շեղվելու հնարավորություն կա գնալիս։ Երբ որ գնացիր փրկության հեթանոսներին բերելու մեկ էլ կտեսնես բժշկություններ եղավ, նշաններ եղավ, բայց այստեղ էլ է պետք կենտրոնացում ուշադրությունը կառավարել, որտեղ ուշադրությունը կարող է շեղվել այդ հրաշքի վրա, որ ես ինչ արեցի, մի րոպե, սա նշաններ, ոչ թե դու արեցիր, նա արեց, հիշում եմ այնտեղ է, երբ որ Պողոսն ու իր հետ Շիրան, չէ, Բարնաբասը երկուսով գնացել են եւ հրաշքը տեղի ունեցավ իրենց առաջ ուզում են զոհեր անեն չէ սա անեն բայց իրանք կենտրոնացած էին ուշադրություն լսեք մենք էլ մարդ ենք դա արեց ինքը բարձրալ արեց այսինքն կենտրոն ուշադրությունը պահում ես էլի ինձ խնդրիր Աստծո վրա մի ուշտեղ էլ ասում մի ուրախացեք որ դևերը հնազանդվեցին ձեզ այլ ուրախացեք որ ձեր անունը կյանքի գրքի ոնց որ շեղվել էին արդեն հա նորից կենտրոնացել ֆոկուսի բերեց այսինքն եթե ուրախանաս դրա վրա ուշսենց շատ կենտրոնանաս ուշադրությունը կտրոնի ինձանից կտրես երբեմն մենք մեր ծառայությունների վրա ենք ավելի սա էլ է շեղում այո ճիշտ չի հենց այդ ուշադրության կառավարումը որին ուշադրությունը մնում է հայրքո վրա սա քո նշանն է ես տեսա դու սա արեցիր հաստատելով որ ես քոնն եմ Եփեսոսի եկեղեցուն էլ գովում է շատ լավ գործեր են անում շատ գովասան ասում բայց դու շեղվել ես ուշադրություն մի բան ունեմ ուղղելու կոմոդ այո այդ ուշադրությունը ինձանից չկտրես այսինքն ուշադրությունը կարա հենց այդ հրաշքը շեղի կարա հենց այն մի բան կատարվի քո միջոցով ու երբ որ քնես մի բան կտանի որ դու արեցիր դա ու կնկն էլի կենտրոնացումից կընկնենք բայց երբ որ իմ ուշադրությունը իմ նպատակը ոչ թե հրաշքն է իմ նպատակը որովհետև վերջ Աբրահամ եղբայր ամենամեծ հրաշքը երկրի վրա ես որ պատկերացնում եմ տեսնում եմ դա հոգու փրկությունն է վերստին ծնունդն է անգամ կաղը որ քայլում է կույրը որ տեսնում է դրանք հրաշքներ են դրանք նշան է Տերը դրանց ասում բայց ամենամեծ հրաշքը որ մարդու առաջ կատարվում է մարդու վերստին ծնվելն է մարդու հավիտենական կյանքը մտնելն է սա մնայուն հրաշքն է սա հավիտենական մնայուն էական ժառանգությունն է էական բարիքն է որ Աստված խոստանում է քեզ էական բարիք կժառանգեցնեմ էական բարիք կտամ դրա համար ոնց որ կենտրոնանանք որ մեր ուշադրությունը ուրիշ բան չտանի ամբողջությամբ միշտ մնա Աստծո էության վրա ով է Աստված ով է հայր ինչ պիտի անեի հայր հա պետք է հոգիներ փրկեի սրաշքները եղավ մյուսը սրանք նշանի համար էին Փառք Աստծուն որտեվ նա արեց եւ դա ցույց է տալիս որ նա ինձ հետ է ես իրենն եմ ես իրեն եմ պատկանում երբ որ գնամ այդ հրաշքին ուշադրություն կկտրվեմ իրենից մեկ էլ կտեսնես որ ոչ նշանները կան ոչ էլ բաները կան իսկ Աստծո զորությունը ուրանալ է գալիս որ այսինքն ես կանեմ նա գալիս մեկ էլ հյուր երեք ես խոսքը արդեն եղբայրը խոսում էր ես համուր վերցրեցի որ ասում եմ նրանք ուրացել էին Աստծո զորությունը մնացել էր աստվածապաշտության կերպարանքը ինձ համար ոնց որ մոտ հատուկ ուշադիր լինելու տեղ էր որտեղ մարդը կարծես մնում է աստվածապաշտության մեջ բայց չկա Աստծո զորությունը ֆորմալ բնույթ է կրում հա դառնում է այստեղ գալիս է կրոնական կերպար Աբրահամ եղբայր բայց երբ որ նորից դառնում ենք Աստված ասում ենք Տեր առանց քո զորության առանց քեզ ուր մենք առանց քեզ ուր գնանք Սերգեյ, մի բան էլ պետք է հաշվի առնենք, որ շատ կարևոր է։
Նայ մեկ նախադասություն է, չէ՞, որ դու մեջ բերեցիր, իդեպ որ խոսքներ դա Որը դու ին որդին ես, ես քեզ Սամոսի երկրորդ ծնեցի, չէ՞, 7-8 դու ին որդին ես, ես քեզ ծնեցի եւ հեթանոսներին քեզ ժառանգություն Խնդրիր ինձ եւ ես Խնդրիր քեզ ինձ։ հեթանոսներին ժառանգություն Արի բացենք մի հատ այդ թողել եթե կարելի է, էլի Սաղմոս 2, որ խոսքն է 7 եւ 8 կպատմեմ հրամանը Տերն ասեցին դու ին որդին ես ես այսօր ծնեցի քեզ խնդրիր ինձնից եւ ես հեթանոսները քեզ ժառանգություն կտամ եւ երկրի ծայրերը քեզ ստացված շատ գայթակղիչ լավ իմաստով խոսք է բայց արի մի փոքր փորձենք հասկանալ այս ինստիտուտը ինչպես է դա տեղի ունենում նախ վերստին ծնունդի մասին է խոսում Աստծո որդի լինելու մասին եւ այստեղ պետքա չմոռանանք նաեւ աշակերտությունը Համաձայն ես այսինքն այնպես չի որ դու վերստին ծնված վաղն է գնա ինչ որ բան արա դրա մասին չի Աշակերտությունն է տանում հենց դրան այսինքն հասունություն բազա սա շատ կարևոր է բազա պետք է ունենաս Աստծո խոսքի բազա պետք է ունենաս դու պետք է այնքան լցված լինես նրանով եւ դա գալիս է մտերմությունից եւ դա գալիս է մտերմությունից կենտրոնացած լինելուց այո նայ թույլ մի փոքր ավելի ռեալ խոսանք Աստծո վրա ինչ է նշանակում Աստծո վրա կենտրոնանալ այսինքն առաջինը գոնե դեր ինչ էիր ասում Ես հենց այդ էի ուզում քեզ ասում եւ դրան խոսքը ճակատանոց դրեցի աչքերիս առաջին Ալելույա Արարության ասում է երբ որ կանուղ վեր կկենաս եւ նոր եղբայրներից մեկս խոսքը փոխանցած ես ապրում եմ այդ խոսքով հոբի 8-5-ը բացաբրան եղբայր որ ասել է սա դառնանք դու հետ կգանք ստենորից ունենք ժամանակ 10 րոպե ունենք հոբի 5-ի 8-ը չէ 8-ի 5-ը հոբի 8-ի 5-ը Եթե դու կանուխ դեպի Աստված դառնաս ու ամենակարողին աղաչես, եթե դու մաքուր ու ուղիղ լինես, նա այն ժամանակ անպատճառ կզարթնե քեզ համար եւ կապահովեցնե քո արդարության բնակարանը։ Մի հատ էլ ուժեղ խոստում է տալի, ասում է. Թե պետք քո սկիզբը պստիկ լինի, քո վերջը շատ մեծ կլինի։ Վաու Առաջին Սաղմոսը եւ նա գիշեր ու ցերեկ մտածում է Աստծո խոսքի վրա եւ նրա հաճույքը իր խոսք սա է Աստծուն փնտրել եղբայր Ամեն Աբրահամ ուրիշ տարբերակ չկա այն ոգևորված տարբերակները ըստ գործողություն է պահանջում միանշանակ ես մի քիչ ավելի կողմնակից եմ գործողությանը նաեւ ամեն խոսք գործողություն է պահանջում գնան գործողությունը ճակատանոց դնելը գործողությունը եւ սա գալիս է ուշադրության կենտրոնացումից ես երեկոյան էտի պատահածից դաս եմ վերցրել ինչա ես մի փոքր անուշադիր եմ հոպի ուշադրությունը թալանես տարավ դաշը մի երկու ժամից հետո մեկ էլ նայում եմ մի հատ մեծ հեռավորություն եմ զգում իսկ ինչքան եմ հեռացել մեկ էլ նորից եմ վերականգնում եմ ինչ էի մտածում սրանից առաջ նայում եմ մեծ անդունդ է բացվել մեջտեղ ես մի խոսք հիշեցի հենց հիմա չեմ հիշում որտեղ է դա բայց բառացի ասեմ հսկիր քո դարպասները այո ականջներիդ մոտ հսկիչներ դիրասում են լսելիքներիդ մոտ որտեղ այդ լսելիքները ու տեսողությունը մեր հոգու դարպասներն են շատ սիրում եմ վերջի այդ դարպասները եթե չհսկեցիր կենտրոնը ուշադիր չեղար այդ դարպասներին հսկիչները քնան ինչ ասես կլցվեն քաղաքդ վերջը քաղաք է սա մեզ Վարդան եղբայրն է գտել պարտադիր կարդանք Վարդան Թորոսյան եղբայրը ձեր հովիվը Բայց Աստծո հաստատ հիմքը կանգնած է այս կնիքն ունի թե Տերը ճանաչում է նրանց որ իրենն են որ իրենն են Մերսի Վարդան եղբայր շատ լավ խոսք ամեն այո խոսքի շուրջ է որ իմն են այո նա կնիք է դրել սրանք իմն են այս տղաս իմն է ծնեցի իրեն Պետրոսին երբ որ հայտնվեց Հիսուսը երբ որ խաչելությունից հետո ծուկ էին որսում եւ հրավիրեց ճաշկելույթի ինքն էր պատրաստել իդեպ սա շատ եւ այդտեղ այդտես այսօրվա թեմային շատ հետաքրքիր համահունչ ասում սիրում ես ինձ 3 անգամ շատ ուժեղ ինչ բան փոխեց իրա
ճակատագրական կարելի ասել, չգիտեմ, արմատական բան փոխեց Պետրոսի կյանքում։ Եվ հաջորդ Հիսուսի պատասխանը սա էր. արածեցրու Այո։ ոչխարներին։ Էլի սրտին Աստծո որն Զգում է ես սիրո ինչ որ հեթանոսները ժողովուրդը գառներս լսի կերակրողի մշակի կարիք ունեն։ Բախի ենք մենք հավատացյաներս ասում, Տեր երբ ես գալու մեզ տանես այս չար աշխարհից։ Ուր գա։ Տեր Լիքը գալ կա։ հոգնել ենք ես սրանց Աբրահամ աղբեր, ասում կայծակ ուղարկի թող վառի սրանց բարձրանեն։ Լիքը գառներ Մենք կան, ուր գա, բայց մարդիկ։ Միթե Աստված իր ողորմություն Բայց նրանք բարդույթ են դարել մեր գլխին։ Հոգս են դարել։ Հոքս։ Ախր դոքսը մերը չի։ Ես Գիտեմ ինչ ես ասում Ուրաստանում։ Դու ինձ հասկանում ես, չէ՞։ Այս մարդուն հեռացրու իմ կյանքից, սրանք ինձ նեղում են, հա, ասենց ասած։ Նրանց բերանը փշրի, բախիա Դավիթը տենց ասում, որ կոդրի նրանց բեր, առանց հասկանալու իմաստը ինչու՞մ է կայանա։ Ես մի քիչ ինտելիգենտ եմ, էլի մեր զրույցում։ Դա խոսքին անդառնամ, որ հովը Վարդանը գրել էր, ոսմա ես նրանց վրա կնիկ դրեցի եւ իմն են։ Մենք ֆիզիկական աչքերով հենց նայում ենք, նայում ենք սենց չենք կարող ֆիզիկական աչքով տարբերել, բայց հենց որ հոգեվոր աչքով ենք նայում, պատկերացրու երկնավորներում երկրի վրա կնիքը որն էր, երբ որ մեկին նշան են դնում, գնում են նշան դրեքի մատանին են դնում, ունենք չէ ժամանակ մի կարճ մի րոպեով ստեղ անդառնա։ Սիրով է։ Իսահակի ժամանակ նկարագրում որ Իսահակի համար գնաց կնիք դնելու որ կին վերեր, նրա ասма քթին անցկացրեց այդ օղակը, որ դարձրեց Իսահակի կինը, Իսահակին չէր տարել տեսնել, բայց քթին անցկացրեց։ Կնիք երկնավորներում մեր վրա Սուրբ Հոգին է, որ կնքվեցինք Սուրբ Հոգու գրավով, ամեն։ Ամբողջ երկնավորները տեսնում են, որ Աբրահամ աղբորս վրա կնիք կա, Սուրբ Հոգու կնիքը կա դրված եւ նա ունի պատկանելիություն։ Հիմա նայում են ինչ է անում։ Ինչ է անում Սերգեն, ինչ է անում։ Կնիքը դրված է, որ Աստծո կնիքը նրա վրա է, նա ունի պատկանելիություն եւ նրա անելիքին նայում են ամբողջ երկնավորները։ Եվ ինչ իմ համար ինչ խորհուրդ ուներ, որ քթին է դրել եւ դա մեր շնչառության սկիզբն է։ Այսինքն, երբ որ ես շնչառությունս Սուրբ Հոգու միջոցով է, երբ որ շնչում եմ Սուրբ Հոգու միջոցով, կյանքն եմ շնչում, եւ այն առաջի դեպքը, որ մարդ դարձավ հողեղենը, նրա ռնգունքներից ասում Աստված կենտրոնության շունչը փչեց։ Երբ որ ես ամեն ժամանակ այդ շնչով եմ ապրում, Սուրբ Հոգու շնչով եմ ապրում, ես այդ կենտրոնության շունչն եմ ամեն օր ապրում։ Հիշեցնել է տալիս քեզ, որ երբ որ այդ կնիքը դու տեսնես, այո, երբ որ հոգևոր կյանքով, հոգևորն է քո ուշադրությունը, հոգիդ է ուշադիր, դու գիտես, որ քո վրա պատկանելիություն կա, հոգու կնիքը կա։ Շատ հետաքրքիր բան ասիր, նաև սրան գումարած մի հատ հետաքրքիր բան կա։ Տես օրինակ անասունների քթինել են դնում օղակ, գիտես խի, Չէ։ որ հեշտ ղեկավար են։ Պատկանելիություն է դա։ Այսինքն ոչ միայն դու պատկանում ես, այլև դու հեշտ ղեկավարվում ես, այո, Տիրոջից։ Սա հեզության նշան է։ Այո։ Հիմա երբ որ մենք համաձայնվում ենք այդ կնիքին, որ Տերը Սուրբ Հոգու գրավը մեր մեջ դրեց, այդ պատկերը, որ ուզում ենք ֆիզիկական տեսնենք, դա մեր շնչառականի վրա դրվեց։ Ուրիշ բան մի շնչի, այլ հենց այդ կյանքը շնչի ամեն օր, Սուրբ Հոգու կյանքով ամեն օր շնչիր է։ Որը խոսքն է, ստեղ նորից գալիս են կենտրոնում, որքան կարող ես, այո, դա է քո շնչառուց։ Թթվածին է, այո, Աստծո հետ հարաբերությունը, երբ որ սրա մեջ ես իր հետ ես ապրում, իր գործն ես անում։ Կենտրոնացած, էլի, այսինքն ուշադրությունս թալանել են, թե ես կենտրոնացած եմ ինչի համար եմ կանչված։ Այսինքն, կներես ես ընդհատեցի։ Մեկ էլ կտեսնես ժամանակդ վերջացավ։ Այսօր մեկի ժամանակը վերջացավ Աբրահամ աղբեր։ Այսօր վերջացավ, էլ ինքը չունի ժամանակ, որ անի են հանձնարարականը, որ կանգնելու է հաշվետվության։ Ու հետ չի կարա բերի։ Այո։ Ես այս տարեվերջի հետ է կապված իմ այս ամենը, որ ամեն տարեվերջը ոնց որ գոնե մարդուն պետքա ստիպի ինչ արեցի այս տարի։ Եթե ավելի զգոնա մարդը, այս ամիս ինչ արեցի։ Հետաքրքիր մի բան կա,
ֆինանսների հետ կապված սկզբից օրինակ բերեցիր Աբրահամ եղբայր, երբ որ մարդը անգամ այդ ֆինանսներին ինքը նաև միջոց է ֆինանսները մարդուն սթափ պահելու։ Ոնց է պետությունը ամեն ամիս հաշվետվություն անում ուզում գործարարից, ճիշտ է, ամեն ամիս հաշվետվություն։ Նույն ձև խի երկրի վրայի պետությունը այդքան արժեք ունի երկնքի հավիտենական պետությունը, որի դեսպանն ենք մենք, հաշվետվություն չտանք։ Ամեն ամիս, հետո մի հատ երամսյակը մեկ, հետո տարեկան հաշվետվություն։ Այդքանը գիտեմ, շատ չեմ հասկանում հաշվետվությունից, բայց ամեն ամսյա եւ երամսյակը մեկ եւ տարին մեկ էդի գիտեմ գոնե։ Ապա եթե երկրի ժամանակավոր արեգակի տակի պետություն հասկացողությունը, ես չեմ փոքրացնում իրեն, ունի համակարգ, որտեղ պետք է գործարարը, դեսպանը, կատարողը հաշվետվություն տա, բիզնեսմենը, չէ՞ որ բիզնեսմեն էին այս մարդիկ ում որ քանքարները տվեց եւ Աստված ինչ արեց այն բիզնեսմենը որ չզբաղվեց իրեն հանձնարարվածով ասես դու լավ գործարար ես վերցրեց տվեց 10 ունեցողին խի 10 ունեցողին այլ ոչ թե 5 ունեցողին որովհետեւ 10 ավելի կարողունակ էր եւ ավելի ուշադիր էր իրեն տրվածը 5-ը 10 էր սարքել հիմա նույնը չէ՞ որ երկրի վրայի ամեն բանը երկնքի շուքն է Ստեղից կարող ենք երկինքը ճանաչել։ Միթե երկնավորներում ես ծնվեցի եւ որդի եմ, հիմա հաշվետվություն չունեմ տալու։ Թե ամեն ամիս, թե ամեն երամսյակը մեկ, թե տարին մեկ եւ կյանքից վերջում։ Այստեղ Աստծո խոսքը շատ խիտ է գրված եւ այն հա բացես եւ այն խորուն կասմա գնում ես չես հասնում վերջին։ Հիմա խորը միանգամից վերջի մասին է գրած, բայց եթե ես ամեն օրին ուշադիր չեմ, ամեն ամսին ուշադիր չեմ, ամեն երամսյակին ուշադիր չեմ, ամեն տարվան ուշադիր, ուր մնաց, ուրեմն կորցրել եմ իմ ուշադրությունը։ Ինձ տրվածի նկատմամբ կկորցնեմ ուշադրությունս ու թշնամին կթալանի, ոնց կմտնի քո պարտեզը։ Հենց այդ կերպ եղավ, որ մտավ պարտեզը ու համոզեց, որ մյուս պատրից չէ եղել, իմ ուշադրությունը հորս բերանից ելած խոսքն է, ինքը ասել է, սենց արա, գնացինք առաջ, մեջքով կանգնեցի։ Բայց եթե չկա այս ուշադրությունը, ավելի ճիշտ, ուշադրությունը կա, ուրիշ տեղ է։ Կտրի նպատակից։ Այսօր ոնց որ կոչ է սա ու խոսքի տանող ուղղությունն է, որ նորից կենտրոնանամ հորս վրա, ինձ փրկողի վրա, արարիչիս վրա, նրա էության վրա, ինչպիսին է ինքը եւ այս ճանաչողությունը ինձ կտանի գործելու այն գործերին, ինչ որ ինքն էր անում, անում Նեն բանա, որ տեսել եմ անելիս, հիմա էլ անում է ինքը Եվ դա շարունակել է անում, որովհետև հիմա եթե ես մի հոգ ուզում եմ ավետարանը հասցնել, ապա ինքը ինձ հետ է ու իր նշանները հետևում են ինքն է անողը ես գնացողն եմ գնա եւ կհետևել գնա եւ այդ ընտանիքները հաստատի թող այդտեղից լույսը բացվի այդ շրջանի մեջ որովհետև ասում եմ երբ որ լույսը ճրակը վառվում է չի դրվում սեղանի այլ բարձր տեղ են դրում գնա թող քո պատճառով այդ ընտանիքը բարձր տեղ դրվի գնա թող այդ ընտանիքը դառնա լուսավորող այդ տարածքում բայց գնան իմ գնալուն ապրում եղբայր եւ սա գործողություն է չեմ կարա թռուցիկ ասեմ թող լինի, լսի թող լինի գնայով է, գնա ես կամ Պողոս Առաքյալը մի հետաքրքիր խոսք ունի, ասում է ոչ թե պարտավոր եմ ես եմ ավելացնում, ոչ թե պարտական է կամ ուզում է Աստծուն ցույց տալ իմ անելիքները, այլ ասում է սերը մեզ ստիպեց։ Այս ամեն ինչի հիմքում, եթե սեր չեղավ ինքը նորից ֆորմալ բնույթ է գնում եւ դա Աստծուն չի զարմացնում համաձայն ես չէ դրա համար դու այն ինչ որ դու ասում ես որ ես նրանն եմ նա իմն է ես նրան եմ փնտրում նրանով եմ առաջնորդվում առավոտ կարող աշկերս բացես սա սիրո արդյունք է որտեղ է կենտրոնը այսինքն սերը քեզ ստիպում է փնտրում առավոտ Ստեղ հիշեցին ծառայողներին, որոնք ասում էին, «Տեր, բայց դու երբ էիր բանտում, որ մենք այցելեցինք»։ Այդ խոսքի շարունակություն։ Ինչ գեղեցիկ է, չէ՞, նրանք արեցին դա, որովհետև սիրում էին, դավթարի մեջ չէին գրել, որ մենք արեցինք, տանենք ներկայացնենք Տիրոջը։ Ինքնամոռաց
կյանքի տես սիրո արդյունքում ծագած Եվ ոնց եղավ չտեսանք։ Ասում եմ դրանցից մեկին արեք, այդ ինձ էի կարել։ Ինչ գեղեցիկ է, անգամ չէ՞։ ցուցադրական չէ, Սիրուն է, չէ։ բնությունից Ինչ բխած օրգանիկ է, էին չէ։ արել։ Այո։ Դա բնության քո մեջ կրելն է, Աբրամ, երբ որ Աստծուն քո մեջ ունես, Աստծո հետ ես, Աստծո մեջ ես դու, որտեղ եւ այդ սերը քեզ ստիպում է մարդ հասկացողությունը Սիրուն է։ Այս մի փոքր օրգանիզմում ոնց է անծայրածիր Աստված բնակվում, դա մի քիչ անբացատրելի է, որ ասում ես Աստծուն քո մեջ ունես, բայց մենք Աստված բնակվում է բառից բուն իմաստով կգամ կբնակվեմ քեզ հետ եւ ընթրիկ կանեմ քեզ հետ այսինքն ամենամտերիմ հարաբերությունն է այդ ընթրիկը ու իրեն հետ երբ որ սկսում ես ապրել իր ուզած անում ես դու չես էլ տեսնում ոնց արեցիր ոնց գնացիր ոնց սիրունը սա է սիրունը հոգեվոր կյանքի գեղեցիկ գունազարդ կարելի ասել ինչ ասեմ երկնքի դրախտի հոտն է գալիս Քրիստոսի անուշ հոտն է չէ դուք ասում եք Քրիստոսի անուշ հոտն է որ գնում է շատերին փրկության համար Ես հիշեցի այս մի հետաքրքիր խոսք կա, որ Հիսուս ասում է գնացեք եւ ամեն տուն, ինչպես դու ես ասում, եւ երբ որ մտնեք ասեք խաղաղություն, սա բարի լուրը փոխանցելու մասին է խոսում արքայության եւ ասում է եթե այնտեղ լինի խաղաղության որդի, այդ խաղաղությունը կգնա ու կհանգչի նրա մեջ։ Այսինքն Ես ինքս իմ ավետարանիչ եմ եւ շատ տարիներ արել եմ ավետարանչություն, բայց գիտես, ես այս մի վերջի մի քանի տարին է, որ հասկանում եմ ավետարանչության բուն էությունը, բուն բնույթը, դա ոչ թե մարդկանց համոզելն է, ավետարանչությունը համոզել, դակազատ անել չի։ Ապացուցել չի, վերջապես համոզել չի, խնդրել չի, հա? Կամ ինչ-որ մի բան ցույց տալ չի, որ ասես լսի արի, ինչ-որ մի բան ցույց տալ չի, հա։ Սենց կլինի քո համար, լավ կլինի, արի քո համար լավ չի լինելու, արի դու պիտի մեռնես։ Հա, դա մեկ ավետարանչություն էր ասում, եթե դու հիմա Տիրոջը չընդունես, կարող է հենես դուրս ավտոն գա քեզ խփի ու դու մեռնես, ինչ ալի, վախացնել չի։ Այո։ Ավետարանչությունը հենց այսօրվա քո խոսքի հիմքի վրա եմ ուզում ասում։ Ավետարանչությունը գիտես ինչա գտնել նրանց ովքեր խաղաղության որդիներ են հասկացա գտնել նրանց այո խաղաղասերներ են որ սիրում են խաղաղություն իրենց չեմ ուզում շատ ավել հակագծել շատ ուժեղ խոսքը ովքեր Քրիստոսիններն են որովհետև Հիսուս ինչ ասում իմիները լսում են իմ ձայն ու գալիս են իմ հետևից ես ճանաչում եմ իմիներին իմիներն էլ ինձ են ճանաչում սա շատ լուրջ եւ մենք կանչված ենք Քրիստոսիններին գտնելու եւ բերելու Քրիստոսի մոտ։ Սա է ավետարանչությունը ճշմարիտ։ Սիրո կառավարարներին չի ասում, խաղաղություն, եթե մեկը կա խաղաղության որդի, օй շատ ուժեղ Սերգեյ, շատ շնորհակալ եմ եղբայր, այսօր իրոք ուշադիր եղիր, ուշադրության կարևորությունը։ Այո այդ ուշադրությունը կարող է շեղեն ու կտիրեն հենց շեղեց կտիրի բայց ես լինեմ թագավոր կառավարեմ իմ ուշադրությունը առավոտից աչքերս բացեցի եթե դժվար է սկզբի ժամանակ կարելի է միտեղ գրել հենց արտնացար ակոնոտ առաջ գրած բարի լույս Հիսուս մի բան որ մի անգամից քո ուշադրությունը կենտրոն սկզբի ժամանակում գոնե եթե դի զգում ես որ կորցրել ես կարելի է ինչ-որ մի բան գտնել որով կարելի է վերականգնել ինչ էլ որ լինի ասում են ինչ-որ մոտեցնում Աստծուն Աստծո արդարությունն է այն ինչ-որ մոտեցնում Աստծուն մարդուն որովհետև Դա մեկ ասել դե գրելով ոնց կերում, թե դրոպեին է դրա կարիքը կա։ 10 օրից ես դրա կարիքը էլ չունենամ, որտեղ արդեն ես սովորել եմ առավոտյան վեր գնալ ու իր երեսը փնտրել։ Այո, գիտես դու ունես մի հատ լայն սպեկտր ունեցող թեմա բերեցիր, որ շատ ճյուղավորված ենք եւ շատ տարբեր կողմերից կարելի այս խոսքը դիտարկել ուշադրության մասին։ Բայց գիտես Երբեմն պետք է կիսատ մնա։
Շարունակությունն էլ մեր սիրելիները մենք սկսեն ուտենք, մտածել այդ ուղղությամբ եւ համարներ վերարտադրել իրենք իրենց մեջ, փնտրել, հասկանալ, նոր բաներ բացահայտել։ Սրբակինել։ Սա կիսաֆաբրիկատ եղավ այսօրվա թեման մի ձևով եւ դա լավ էր։ Վերցրու տունը դու Այո։ ավելի էփի, հաթողի կոմեշտա քորիչը Սերգեյ Հենց զերասոսկի սա ֆաբրիկատը իրան հələ պետք է շարունակել։ դեռ պետք է էփի։ Մի բանը որ առաջի ոնց որ առաջնայնություն իմ համար որ եթե մոտ չես մոտեցիր եւ եթե մոտ ես ուրեմն գործիր իմ գառները սպասում են Այս ամեն ինչը որ կերար, ինչպես որ մեջ բերեցին Աբրամ եղբայր, սոված էին իրանք այդ ամբողջ գիշերը, ոչ մի բան չէին բռնել, հագեցար հիմա, խորոված արեցի, ամեն ինչը տվեցի, կերար, լավ էր, ընտիր էր, Պետրոս, եթե հիմա այս սրանցից շատ ինձ ես սիրում, որ անրադա, հիմա մի բան կա անելու, ես գործ ունեմ, ստեղ գործ ունեմ, լուրջ գործ ունեմ, որ էական բարիք է քեզ համար Իմ գառներին արածասրում։ Մի թույլ համարցակվեմ ես էլ կոչ անելու այս թեմայի շուրջ։ Գիտես ուշադրությունը վերականգնելու այդ process-ը ինչա կոչվում։ Ապաշխարություն։ Վերադառնալ, այո։ Սա է, Հիսուս ինչ ասեց, ասեց ապաշխարի, վերադարձի։ Այսինքն այո, ուշադրությունը իրոք կորցնում ենք, բայց դա չի նշանակում, որ այլևս շարժ չունենք։ Ապաշխարելու առիթ ունենք մենք։ Հենց սա ապաշխարությունն է, որ մենք այո, որ մենք նորից կենտրոնանում ենք եւ նորից ֆիքսվում ենք։ Վերադառնում ենք։ Իսկ ո՞նց է եղել։ Ես դեռ սկզբից իմ դիրքից ցույց տուի, որ եղել է, որ ես չեմ արել, ես քանի ժամ բայց վերադառնում եմ դեր։ Վերադառնում քեզ։ Ես մի բան ոնց էր թալանել էին ինձ։ Ինչ-որ հեկա Ինչ-որ ներկայությունը կորցրել են, ինչ-որ ոնց որ հերու ինչ-որ ոնց որ մենք հեռավորել ինչ էր եղել։ Շատ ճիշտ է։ Բայց այսօր վերադառնում նորից քեզ պապ իրար հետ գնանք։ Իրար գնանք ինչ պիտի անենք։ Որտեղ են գառները։ Շնորհակալ եմ ձեզ։ Որտեղ են գառները գնանք ձեր։ Սերգեյ Ռոմախոսը։ Տերոնիկ է շատ այս թեման շատ մեծ նորից այսպես ասած ինչ որ մեկը ես էլ շատ դեպքերում նկատում եմ որ իրոք հերվածել եմ իրոք կորցրել եմ նաև այստեղ հավասարակշռության խնդիր կա չէ ասենք ուշադրությունը հավասարակշռությունը պահանջում է ուշադրություն այդ իմաստով բան է կա քեզ ոնց որ այդ օրինակը վերվեց ոնց է որ բիզնեսմենը ուշադիր է որ հաշվետվություն տա ես այս վերջում մի հարազատ ունեմ նոր մտավ բիզնեսի մեջ մի հատ հաշվետվություն մոռացել էր ուղարկել լավ չեմ հիշում իրեն հարկը այնքան բարձրացրեցին որ այդ տարի ամբողջ պետք է աշխատել որ հարկը կարողանար փակել վերջի այս անցնող տարվա մեջ էր այսինքն ինքը ինչ հատ է հաշվետվությունը մոռացել էր ուղարկել մեկ ամսյա թե երամսյա իր հարկը 20% էին բարձրացրել ինչը չգիտեմ կանոնը բայց հասկացա որ տուժերեք է իր վրա հիմա ինքը այնքան ուշադիր է որ մյուս տարվանից ինքը ամեն ամիս ուշադիր կլինի այդ հաշվետվությունը ուղարկելու այսինքն եթե ուզում եմ իմ ուշադրությունը մնա տեղում ես դառնամ հաշվետու Հովի Վարդան ինձ շատ ասավորեցնում ես հաշվետու լինելը ժամանակ առ ժամանակ որ հաշվետվություն չեմ ուղարկում մեկ էլ նորից հիշում վայ այս խմբակից հաշվետվություն չեղավ այս ինչ բանից չեղավ նորից հասկանում եմ շատ կարևոր բան է մեր կյանքի համար պատասխանատվության գիտակցություն վերջապես հա բայց ապրծապր ասենք օրինակ պատասխանատվությունը կա գնացել ես ծառայություն արել ես գործ արել ես բայց հաշվետվությունը դա էլ մտնում է փաթեթի մեջ այո այսինքն ում համար ծառայեցիր երբ որ կա նաև հաշվետվություն տալու որտեղ վերջում հաշվետվություն ուզեցել արեք տենամ ինչ եք արել բնավորության ձև եմ ուզում բնավորության գիծ եմ ուզում ոնց որ դնթեի մոտ գիծ եմ ուզում եւ իմ մեջ ամրացնել եւ լսողներից ոնց որ շատերը շատ ավելին ունեն շատ բայց ոնց որ ինչ որ այսօր տեսել եմ նկատել եմ թալանչի ձեռքից որ կարում է գալ թալանել որ ես ամեն ամիս հաշվետվություն պիտի տամ Աստծուն չնայեմ որ կյանքից վերջում տալու եմ որտեղ չգիտեմ կյանքից վերջի օրը երբ է
ամեն ամիս, երամսյակը 1, տարին տարվա վերջ, ինչ արեցի։ Իսկ Ուրեմ հասել, իսկ եթե տարին նոր սկսում, ինձ այդ հարց է, սա ամեն ինչին տարավ, ինչ կուզեիր, որ մյուս տարի ժամանակ վկայես։ Հիմա հարցը սա է, որ այդ նույն հարցով եմ ոնց որ եկել Աբրամ եղբայր, ինչ կուզես վկայել հունվարի վերջին, հետո փետրվարի վերջին, ու տարվա վերջին։ Ուրեմն սկսի իրեն ինչ որ ուզում ես վկայել, այսօր քայլ առ քայլ հասնել դրան։ Այսինքն հոգևոր կյանքը ինչ որ կարգ ու կանոն մի մեջ է բերում այդ ամեն ինչ պատասխանատվությունը։ Շատ այդ միայն այդ ոլորտի մեջ չէ, շատ տարբեր շերտեր ունի ինքը, որ այդ տարբեր շերտերի մեջ մենք պետքա, այսինքն ժամանակ առ ժամանակ կանգնենք, վերանայենք, վերլուծենք, հասկանանք մեր շեղումները, սահմանների խախտումները, վերջապես եւ ուշադրության կենտրոնացնենք, ֆոկուս չէ, ասում ֆոկուսի մեջ ենք, թե չէ, ճիշտ ընթաց կա, ունենք կենտրոնացում։ Այո։ Շնորհակալություն Սերգեյ եղբայր, շատ կարևոր այս թեմայի համար, մտածելու լուրջ առիթ է տալիս եւ քո աղոթքով կխնդրենք ավարտենք եթերը։ Բարքեստեր։ Շնորհակալ ենք հայր։ Բարքեստեր։ Քեզանից Տեր։ Որ մեզ կորածներից կանչեցիր էլ, ծնեցիր էլ հայր եւ շնորհակալ ենք, որ արթնացնում ես էլ Տեր։ Շնորհակալ ենք, որ իմաստություն ես տալիս Տեր։ Մենք այսօր ամեն բան դնում ենք մի կողմ եւ նորից կենտրոնանում ենք դեպի քեզ Տեր։ Մեր ուշադրությունը բերում ենք դեպի քեզ Տեր։ Եվ ուզում ենք քեզ ճանաչել Տեր։ Քեզ ճանաչելով, քեզ հետ լինելով, քեզ հետ քայլելով քայլում ենք քեզ հետ Տեր։ Բարքեստեր։ Այսօր նորից կենտրոնանում ենք քեզ վրա հայր։ Եվ սիրելի Սուրբ Հոգի ասում ենք, որ ուզում ենք, որ ամեն օր քեզանով շնչենք։ Ամեն։ Եվ ասում ենք առաջնորդիր մեզ, համաձայնվում ենք նորից ու նորից։ Ամեն։ Քեզ հետևել, քեզ նայել, քո հետևից գալ, քեզ հետ մասնակից լինել երկնքի հավիտենական գործին։ Եվ շնորհակալություն ենք հայտնում քեզ հայր, որ դու մեզ էական բարիք ես տալիս Տեր, հավիտենական գանձեր Տեր, որ հավիտյան պիտի ապրենք քո թագավորության մեջ Տեր։ Շնորհակալ ենք քեզանից Տեր, որ մեր մեջ բնավորություն ես կերտում ժառանգություն ուզելու Տեր։ Քո բնավորությունն է սա Տեր, որ քո ժողովրդի մեջ էլ կա եւ մենք էլ հեթանոսներս Տեր, որ էինք հիմա այդ բնավորությունն ենք ուզում, որ մեր մեջ բարձրանա ժառանգություն թողնել, ժառանգություն ունենալ։ Գոհանում եմ քեզանից Տեր այս առողջության համար, որ մեզ առողջացնում ես Տեր։ Փառք ու պատիվ հայր քո անվանը, քո որդուդ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Բարքեստեր։ Իբան եկավ մտքես Աբրամ աղբենորից այդ կարճակնարկեմ նոր վերջացնենք։ Այդ հրյաների էությունն է դարձել։ Աննան ոնց որ ձև չունեմ, պետք է որդի ունենամ։ Լացս աղաղակը սա ժառանգություն եմ ուզում։ Մարդը որ ծնվում այդքան դրա մասին չի մտածում, անգամ էդի հոգս է տեսնում, անգամ էդի դարդ է տեսնում, բեռ է տեսնում, բայց Աստծո բնավորությունը, Աստծո դնթն, Աստծո էությունը, ասում առանց դրա ոնց կլինի։ Առանց պտղի, առանց տղա երեխու, առանց խի տղա, խիա մարդու մեջ մեկ դնթա կա, չէ՞, ասես ծածուկ։ Հենց ամուսնանում ասում առաջինս տղալն է, էլի։ Դա գաղտնի բան կա, չէ՞, տղամարդին շարունակող ազգ շարունակող ազգը ոնց է մենք ազգանունը չէ հոր ազգանունն ազգը շարունակող անգամ ազգը շարունակող այսինքն մի հատ դնոթե որ Աստված գալիս է դու ժառանգում ես քո փափագն է լինում քո փափագն ինձանից մի բան մնա շարունակող մնա այսինքն էությունն է դառնում բայց որ այս էությունը չկա ռիսկը չի հերիքում ասեմ բայց մի փոքր զգուշանալով ասեմ ապա Աստծո էությունը չկա, որտեղ Աստծո էությունը շատ ճիշտ է ասում։ Նայ բնության մեջ էլ այդ օրենքը գործում։ Դու գիտես որ հատուկ ծառեր կան, որոնք պատրաստ են վառվելու եւ վառվելու, երբ որ այդ ծառը վառվում է, եղևնիներն են դրանք հիմնականում հատուկ սորտեր կան։ Միայն այդ ժամանակը իր բանը բացում եւ սերմը թափում։
Եվ բայց բնությունը իր մենակ մեջ թե։ գիտես գիտակցություն ունի։ Այո։ Բնությունը օրգանիզմ է։ Խոսքն։ Այո, եւ Սլոմենով։ շատ բույսեր կան, որոնք երբ որ վտանգ են տեսնում, իրանք սերմ են արտադրում իրանց կողքից մի հատ ճյուղ է դուրս գալի շարունակող որպես, այո, շարունակող։ անգամ բնության մեջ այդ օրենքը Դա գործում։ Աստծո էությունն, Աստծո ամեն արարչագործությունը մի փափագ ունի, շարունակող ինձանից հետո մի բան թողեմ, մի բան ինձանից հետո գնա։ Իմ կյանքի գնով թեկուս։ Այո, թեկուզ իմ կյանքի գնով։ Դե Հիսուս հենց դա էր։ Հենց ոնց ֆրանկը տեղ տակա իմ կյանքի գնով։ Ես իմ կյանքը դնում եմ իմ գառների համար։ Եղբայրներս, չէ, Հիսուսն է, իմ եղբայրներ, իմ բարեկամներ։ Շատ դեռ կարանք շարունակենք սերգել, բայց իրականում ժամանակի մեջ ենք եւ երբեմն ժամանակը մեզ խանգարում է։ Տեր օրհնի քեզ եղբայրս, օրհնված եւ պատխաբեր եւ հաջողված եղիր քո ծառայության մեջ։ Սիրելի քորեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը, վերնագիրը նորից հիշեցնեմ։ Ուշադրության կարևորությունը Կառավարիչ, այն կառավարիր, որ ամեն դու դրա թակավորն ես, դրա իշխանը։ Տեր օրհնի, մնացեք խաղաղությամբ, Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։